Նախ ողջունում եմ ձեզ Արագածոտնի մարզում, երկու կարճ հարց լակոնիկ գտնվեմ։ Առաջին հարցը վերաբերում է Հայաստանում երկար ժամանակ գործող տարբեր հասարակական կազմակերպությունների էությանը եւ դրանց ֆինանսական կասկածելի կախվածությունը տարբեր երկրներից։ Հարցս հետեւյալն է. իշխանության գալուց հետո Հայաստան Դաշինքի ձեր գլխավորությամբ ինչպես է նախատեսում տարանջատել զրկել նմանատիպ հասարակական կազմակերպությունների, որոնք էլեկտորալ առումով բացասական ազդեցություն ունեն ներքին կյանքի վրա։ Եվ երկրորդ հարցը Հայաստանի Հանրապետությունն ունեցել է երկու ազգային անվտանգության ռազմավարություն դոկտրին, մեկը ձեր կառավարման տարի 2007 թվականին եւ 2020 թվականին, որոնք տրամադրվում են տարբեր իրարից։ Հարցը հետեւյալն է, երբ որ դառնաք վարչապետ, նախատեսում եք նոր դոկտրինի ստեղծում, որը ավելի օրինական ձևով իրավունքի տեսանկյունից կամրակի ձեր ազգային եւ պետական կառավարման բոլոր նպատակները։ Շնորհակալություն։ Մի հատ վերջի հարցը կրկնեք, մի քիչ լավ արձագանք կունենա։ Ի նկատի ունեմ ազգային անվտանգության ռազմավարություն դոկտրինը նախատեսվում է իշխանության գալուց հետո ստեղծել, որտեղ առավել կոնկրետ օրինական համանրության հիման վրա կներկայացվեն ձեր նպատակները պետության կառավարման տեսանկյունից։ Շնորհակալություն։ Հասկացա, նայ, հասարակական կազմակերպությունների հետ կապված ինձ համար պատկերը անհայտ է։ Չեմ տիրապետում ուղղակի այդ ոլորտին, հասկանում եմ, որ մի ժամանակաշրջան կան Հայաստանում մոտավորապես 2009-10 թվականներից լայնածավալ այսպես ներխուժում կատարվեց Հայաստան եւ այդ հարցի լուծումը կարելի է ունենալ միայն մեկ տարբերակով մի հատ աուդիտ անել հասկանալ թե պատկերը ինչպիսին է։ Հիմա այդ ձեր նշված կազմակերպությունների մի զգալի մասը արդեն պրոբլեմ ունեն ֆինանսավորման, որովհետև USAID-ին երբ փակվեց, ֆինանսավորման աղբյուրները սկսեցին այսպես փոխվել, բայց այն ծավալը, որը այն ժամանակ կար եւ տեղում էր մինչեւ Տրամփի նախագահ ընտրվելը, այլևս չկա։ Դրա համար այսօրվա պատկերը ինձ համար հասկանալի չէ։ Բայց ընդունում եմ ձեր մտահոգությունը եւ կարծում եմ իսկապես այստեղ աուդիտի խնդիր կա, մի հատ հասկանալ, թե ինչպիսի պատկեր մենք ունենք այսօր եւ ինչ անել ընդհանրապես դրա հետ։ Սա այն ոլորտը չի, որտեղ սուրը պիտի հանես միանգամից ինձ կտրես, սա բավական զգայուն թեմա է եւ այդ զգայուն թեման կարծում եմ միայն ուսումնասիրելուց հետո կարող է ստանալ իր լուծումը։ Հիմա ինչ վերաբերում է ազգային անվտանգության հայեցակարգի, չի կարող պետություն նման հայեցակարգ չունենալ։ Ոչինչ չի կարող չունենալ։ Եվ այդ հայեցակարգը ենթադրում է, որ տարբեր պետական մարմինները իրենց աչքի առաջ ունենալով դա, իրենց գործունեությունը ծավալում են այնպես, որ դուրս չգան այդ շրջանակներից։ Ուղեգիծ է ինչ-որ, ոնց պիտի անել։ Եվ այո, մենք ունենալու ենք նոր հայեցակարգ, ընդհանրապես նոր ազգային անվտանգության հայեցակարգ, որը պետք է առաջնորդվի։ Եվ ազգայինը այստեղ կարող են վստահեցնել միանշանակ անվտանգության հարցերը եւ անվտանգություն եւ ազգային արժեքային համակարգ համակցված այստեղ անկասկած կլինի։ Այլ կերպ ոչինչ չի կարող։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։